Բարև Հայաստան, բարև Սփյուռք, եթերում է Ամերիկայի ձայնը, ողջունում ենք ձեզ մեր Վաշինգտոնյան տաղավարից։ Այսօր կխոսենք գիտության ոլորտի մասին և կպատմենք այն փորձարկումների և ձեռքբերումների մասին, որ ունեցել են գիտնականները վերջին շրջանում։ Բժշկության ոլորտի փորձարկումներից մեկը նվիրված է արևադարձային քաղցրահամ ջրերում բնակվող զեբրաձկան սրտի վերականգնմանը։ Փիթսբուրգի համալսարանի գիտնականները կատարում են լաբորատոր աշխատանքներ, փորձելով փրկել սրտի լուրջ վնասվածք ստացած այլ կենդանիների կյանքը, նրանց սրտի մեջ ներարկելով զեբրաձկան սրտից հանած հեղուկը։ Հայտնի է, որ որոշ կենդանիներ, որոնց թվին են պատկանում սալամանդրները և ծովաստղերը, կարող են վերականգնել կորցրած վերջույթներն ու օրգանները։ Էվոլյուցիայի ընթացքում կաթնասունները կորցրել են այդ ունակությունը, սակայն նոր հետազոտությունները այլ արդյունք են գրանցել։ Փիթսբուրգի համալսարանի լաբորատորիայում փոքրիկ զեբրաձուկը օգնում է գիտնականներին վերականգնել վնասված մկների սրտերը։ Դասախոս Յադոնգ Վանգը նշում է, որ արևադարձային քաղցրահամ ջրերում բնակվող զեբրաձկան մաշկը, թևերը և սիրտը վերականգնվում է։ Նրա խոսքերով, եթե կտրեք զեբրաձկան սրտի 20%-ը, այն միանշանակ կվերականգնվի։ Այս նոր փորձարկումների ընթացքում վնասված մկան սրտի մկանի մեջ ներարկում են զեբրաձկան սրտից հանած բազմաբջիջ ECM հեղուկը։ Արդյունքում մկան սիրտը մի քանի օրվա ընթացքում վերականգնվում է։ Առաջիկայում այս փորձը կկիրառվի նաև այլ կենդանիների վրա։ Շարունակենք գիտական թեմատիկան։ Հայտնի է, որ ժամանակակից դեղերի զգալի հատվածը պատրաստվել է տարատեսակ մանրէներից, կենդանիներից կամ բույսերից։ Այսօր գենաբանները շարունակում են տարբեր մանրէների հետազոտություն անցկացնել նոր դեղամիջոցներ ստեղծելու համար։ Դիտենք տեսանյութը։ Նյու Յորքի զբոսայգում կատարվող ուսումնասիրության նպատակն է պարզել, արդյոք հողում առկա են այնպիսի բաղադրիչներ, որոնցից հնարավոր է նոր դեղամիջոցներ ստանալ։ Ռոքֆելլեր համալսարանի գենաբան Շոն Բրեդին այստեղ նոր մանրէներ է փնտրում։ Բրեդիի խոսքերով շատ անտիբիոտիկներ և դեղորայքներ իրականում ստանում են տարատեսակ մանրէների հետազոտության արդյունքում։ Նա ասում է, որ հարկավոր է նոր ինքնությամբ մոլեկուլներ ստանալ։ Եվ հետազոտություն անցկացնելու համար կարիք չկա էկզոտիկ վայրեր ճամփորդել։ Ցանկացած մոլեկուլ ստանում են մանրէներից։ Այսօր կիրառվող դեղորայքի կեսից ավելին ստեղծվել է մանրէներից, կենդանիներից և բույսերից։ Իսկ այժմ անդրադառնանք տեխնիկական ոլորտի հարցերին։ Սթենֆորդի համալսարանում ստեղծվել է նոր ռոբոտ, որը ի տարբերություն այլ նմանատիպ ռոբոտների փորձում է մարդկանց հետ շփման արդյունքում հասկանալ մարդկային վարքագիծը։ Քաղաքավարի այս ռոբոտի ճակատագիրը դեռևս պարզ չէ, քանի որ այն դեռևս փորձարկման փուլում է և դեռ պետք է ապացուցի իր պիտանելիությունը։ Սա Ջեք ռոբոտն է, որը նաև Սթենֆորդի համալսարանի լավագույն ուսանողներից մեկն է։ Այս ուսանողի խոսքերով, երբ ինքն առաջին անգամ տեսավ ռոբոտին, շատ հավանեց նրա գլխարկն ու փողկապը։ Գիտնական Ալեքսանդր Ալեին ռոբոտի ուսուցիչներից է։ Նրա խոսքերով իրենց նպատակն էր ստեղծել մի ռոբոտ, որը քաղաքավարի կլիներ և որը կհասկանար մարդկանց վարքագիծը։ Ալեին կարծում է, որ եթե ռոբոտը օժտված լինի սոցիալական հատկանիշներով, կկարողանա օգնել հաշմանդամներին, կույրերին և անգամ կարող է որպես բարմեն աշխատել խնջույքներին։ Skillsound-ի խոսքերով, եթե ռոբոտը ճշտորեն կատարի իր գործառույթները, շատ լավ կլինի, բայց եթե հրահանգները երկար կատարի ու ոտքի տակ ընկնի, ապա նրա կարիքը չի զգացվի։ Այս փուլում Ջեք ռոբոտի նպատակն է շփվելով մարդկանց հետ առավելագույնս լայն փորձառություն ստանալ, սերտել մարդկային վարքագիծն ու վարվեցողության կանոնները։ Իսկ վերջին տեսանյութում կխոսենք գիտնականների երիտասարդ սերունդի մասին, ովքեր ձեռնամուխ են եղել մեկ այլ օգտակար նորարարության ստեղծմանը։ Անահեմի բարձրագույն դպրոցի ուսանողները օգտագործել են արձակուրդային շրջանը ռոբոտացված ձեռքեր ստեղծելու համար, որը կարող է չափազանց օգտակար նորարարություն դառնալ դրա կարիք ունեցող մարդկանց համար։ Մանրամասները դիտենք տեսանյութում։ Անահեմի բարձրագույն դպրոցի ուսանողները իրենց արձակուրդը օգտագործել են մի շատ կարևոր նորարարություն ստեղծելու համար, որը կոչվում է RoboHand։ Նրանք 3D պրինտերի միջոցով պատրաստում են ձեռքեր, որոնք կարող են օգնել նման կարիք ունեցող մարդկանց։ Սկզբում ուսանողները սովորել են, թե ինչպես օգտագործել 3D պրինտերի տեխնոլոգիան, որից հետո ձեռնամուխ են եղել իրենց նորարարության ստեղծմանը։ Այն կօգնի հատկապես սոցիալապես անապահով խավերին, քանի որ սովորական պատվաստումները չափազանց թանկ են։ Այժմ ինժեներական դասարանի ուսանողները շարունակում են կատարելագործվել և խորացնել իրենց գիտելիքները։ Երիտասարդ նորարարները ցանկանում են նվաճել նոր բարձունքներ և այդ ուղղությամբ շարունակում են աշխատել։
Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Եթերում էր Ամերիկայի ձայնը Վաշինգտոնից։ Ձեզ հետ էր Արամ Ավետիսյանը։ Բարեկամներ, բարձր տրամադրություն եւ ուրախորենք մաղթում։ Մինչ նոր հանդիպում։